Փայլակ, քուլ հոչես այդ տղա, ես քո փայլակ, խոսելու կա այդ տղա։ Էդ իր հետ ես։ Բամ էդ եմ, մի ժամը հետևիցը ձեն եմ տալի։ Էդ չես լսում, թե չլսելու ես տալի քեզ։ Լսի, ում համար փայլակ, ում համար պարոն Բայանդուրյան, հասկացար այդ գագիկ։ Էդ ձեր ես առնում, հարևան։ Էդ վարորվանից դարար պարոն Բայանդուրյան վրեկներս խաբարություն չեղավ։ Կարոջի քեզ վաժնի պերսոնի տեղ չդնես, բոլորս էլ գիտենք, թե դու ով ես։ Ես էլ լավ գիտեմ, թե դու ով ես այ մանր առևտրական։ Դու լավ այ խոշոր կլյաուզնիկ։ Հələ ինչ ես ասում, ասա ես գործ ունեմ, շտապում եմ։ Ինչ ես ասում, ասա։ Սպեցը, փայլակ ջան, նենց հետս խոսում ոնց որ ես եմ քեզ փող պարկ։ Ախպեր ջան, այս ապտեկին դու 15000 դրամ ես պարկ։ Ինչ ես մտածում։ Ով ես։ Դու ես քեզ ոչ իմանա պատճառ։ Դու ուղղակի հալուցինացիայի մեջ ես ընկել։ Պարկ չես։ Չէ, բա որ պարկ չես։ հա։ Բայց բարատ ինչի ես գրե ու տվել ձեռս, հա։ Կարթա։ Զիմզիմով։ Հա, ստորագրությունը հիմնակ։ Երևի մոռացել եմ, Գագիկ ջան, երևի մոռացել եմ։ Չէ, չես մոռացել, փայլակ ջան։ Ուղղակի ես բարատը եթե քեզ գրել չտայի, դու իմ փողը տվողը չես։ Լսի, Գագիկ ջան, դու չես լսել են հին հունական ասացվածքը։ Հարևանիդ լավություն արա, գցի ջուրը թող գնա։ Փայլակ ջան, այս շենքի կես իմ ապտեկին պարտքա։ Այդ բոլորին, որ լավություն անեմ ու գցեմ ջուրը, բա իմ ջուրը չի ցամաքի։ Չէ, բոլորովին։ Այդ հովկյանոսից մի կաթիլ էլ պակասի, մի դրանով չքասի բացար, հա։ Ամեն գիտես ինչ, Գագիկ ջան, ես իմ պարտքերը հիշում եմ, տալիս եմ։ Այ մարդ ասեցի ձեռս փող կլնի կտանելի ինչ ես դերը խեղդում, այ ինգեր ջան։ Մի տարի այդ նույն բաներն եմ քեզանից լսում, փայլակ ջան։ Կարոջի վերջի անգամ եմ քեզ հարցնում։ Երբ ես փողս տալու։ Գագիկ ջան, ինքան լավ ասեցիր, որ այդ ապուշ բառը վերջի անգամ դες կրկնում, Գագիկ ջան, ոնց որ սրտիցս քարեր ընկնի, թեթևանամ։ Գիտես, ոնց որ սրտից յուղ նստի։ Հիմա շտապում եմ, Գագիկ ջան, կներես։ Մարդասովին, հա։